Վարկակարն ու վերևից ասված։ Տնայած տարին ինչ եղքերն էլի։ Բնության տվածից գյուղացին առայժմ գոհ է։ Այս տարի ձյունն առատ էր։ Իրենց ուզածն էլ հենց դա է, հատկապես որ այս տարի հեկտարներով ցանկատարածքներ են պատրաստվում մշակել։ Բնական խոնավությունից բացի բավարար ոռոգման սեզոն ունենալու հույս ունեն։ Այն խնդիր է, որին գյուղացիները տարիներ շարունակ բախվում են։ Իսկ ջրամբարների թել լցվածության պատճառը միայն տեղումները չեն։ Դրանց տեխնիկական վիճակը հաճախ թույլ չի տալիս բավարար քանակի ջուր ամբարել եւ միևնույն ժամանակ խուսափել ջրի կորուստներից։ Վարդաքարի ջրամբարից սնուցվող հոռոմ, լուսակերտ, Սարատակ, Հովտաշեն, Վարդաքար եւ Նորկյանք գյուղերի տնտեսություններն ամեն տարի ոռոգման սեզոնին այս խնդրի առաջ են կանգնում։ Տարեկան ասոց դնում են, տարեկա չեն դնում, ոչ է ասոցն աշխարհն է, ոչ է բան։ Հանեն են գեղեցեն ու բրախին գա, ոչ է սարկում է, ոչ է կա։ Հոր ունի հորի ջերով։ Ով ինչ հնարավորություն ունի, այն օգտագործում է։ Այս կողքի, այս թաղի մասը սա հորով են օգտագործում։ Վարդաքարի ջրամբարում կուտակումները բացառապես ցնհալի եւ տեղումների հաշվին են։ Ընդհանուր տարողությունը 5 միլիոն խորանարդ մետր է, բայց թույլատրելի սահմանը 4 միլիոն 700 հազար խորանարդ մետրն է։ 1968 թվականին կառուցված ջրամբարը վերակառուցվել է մեկ անգամ 1974-ին, եւ դրանից հետո կապիտալ ծրագիր չի եղել տեխնիկական վիճակի բարելավման ուղղությամբ։ Ջրի կորուստները զգալի են, եթե անցած տարվա նույն ժամանակահատվածում ջրամբարում կուտակված է եղել շուրջ 1 միլիոն խորանարդ մետրից ավելի ջուր, այժմ 500 հազար խորանարդ մետրն է։ Սարերի ձյունը դեռ հալչելու տեղ ունի, երևի այս տարի ավելի շատ ջուր կամբարվի։ Այն պոմպերով, առուներով գյուղեր են հասցնում։ Ցավոք պոմպակայանի միջոցով ստացված ջուրը բնակավայրի ոչ բոլոր բնակիչներն են կարողանում օգտվել, բայց այդ մյուս մասի ոռոգման հարցն էլ ուզվում է Փանիկ Մանտաշից գալող Մանտաշկետից վերցված առուների միջոցով։ Այսինքն կարելի է ասել, որ չասեմ 100%-ով ոռոգվում է, բայց գոնե 70-80%-ով ոռոգվում է։ Նախկինում այդ խնդիրը մենք ունենք, քանի որ առուները հողային էին, չենք կարող նորմալ հասնենք, բայց հիմա լավ է։ Նաև մենք ծրագրերով ուզում ենք ավելի ավելացնենք այդ ցանցը, որ կան այդ շատ ջրովի տարածքներ, որ հիմա չեն ջրվում այդ առուների պատճառով։ Դա էլ որ ավելացնենք գյուղում շատ լավ կկատարվի ոռոգումը։ Հողից էր էլի, ջուրներ, հորից, առուներ։ Նախքան ջուրը թողալը արդեն ջրատարները մաքուր են, մաքրում են։ Ոռոգման սեզոնից առաջ առուները մաքրում են ձեռքով, աշխատանքները կազմակերպում են գյուղացիների ուժերով, բայց ջրամբարը սնուցող հիմնական հեղեղատարն է կարևոր, որը աղբատարի է վերածվել։ Երբ ծնհալը սկսվի, հոսող ջուրն իր հետ Վարդաքարի ջրամբար կտեղափոխի կուտակված աղբը, իսկ այդ կեղտաջրերով հետո ոռոգվելու են մշակաբույսերը։ Էկոլոգիական այս խնդիրը, որն իրենց հերթին բնակիչներն են ստեղծում, ամեն տարի գալիս ու չոքում է գյուղերի դռանը։ Այս մարդը հենց իր տանդեմը ինքը իր ուժերով մաքրե, մյուս իր ուժերով մաքրե։ Ով ինչով կերում են, ով օգնում է մաքրում են։ Հարունը մաքրում են, հա, աշխատում է, բաբորեր մաքրում են, կալում են։ Սեզոնի ընթացքում մենք ներցանցային առուների մաքրման աշխատանքներ ենք կատարում, որը կատարվում է համայնքի կողմից, նաև ջուրօգտագործման կողմից է կատարվում։ Սելավատարների եւ հիմնական հեղեղատարի մաքրման աշխատանքները ամեն տարվա պես Արտիքի համայնքապետարանի կոմունալ բաժինը պլանավորում է մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը։ Ոչ միայն տեխնիկա է պետք, նաև բանվորական ուժ, որպեսզի մաքրեն Արտիքի տարածաշրջանի բարձրադիր գյուղերի բնակիչների կողմից հեղեղատար լցվող աղբը, որ ջրի հետ չհասցնի լցվել ջրամբար։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն